Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անինը Եվ Գոհարը։ Եվ դուք նայում եք ոնց էսի ամանորյա թողարկումը։ Այսօր խոսելու ենք նոր տարվա օրերին ինքնախնամքի մասին Եվ ուրիշ կողմից կդիտարկենք նոր տարի, նոր ես ասվածը։ Եվ խոսելու ենք այն մասին առաջինը, թե ոնց չներգրավել են թեմաների մեջ, որոնց մեջ չեք ուզում ներգրավել, հա, մենք հաճախ ունենում ենք տենց փորձեր նոր տարվա ժամանակ, նոր տարուն մենք հանդիպում ենք հաճախ մեր բարեկամների, հարազատների հետ, ոնց որ ունենք տենց սովորություն գնալ մարդկանց տներ, ում անգամ ամբողջ տարվա ընթացքում չենք տեսել ու բնականաբար միշտ քննարկվում է այդ տարբեր տեսակի հարցերը, ինչի չէ նաև սահմաններ խախտող, թե երբ ես երեխա ունենում, երբ ես ամուսնանում, երբ է երկրորդ երեխա, այո, եթե ունես այդ բոլոր հարցերը ամեն տարի միշտ կա բոլորի կողմից, համել հարցնում են բոլորը, հաճախ հարցնում են, թե ինչի չես խմում այսօր կամ ինչի չես ուտում ինչ-որ մի բան, ահա, չաղացել ես նիհարել ես, ինչ-որ տենց հնարավոր ամեն ինչ որ կարելի է չասել ուղղակի։ Այո, մենք հանդիպում ենք այդ օրերին մեր social battery-ին, սոցիալական բատերեյկան, էներգիան վերջանում է հաճախ ու մարդիկ ոնց որ տենց չգիտեմ, լիքը ուտում են, լիքը խմում են, տարբեր բաներ են անում ու այդ տենց տեղատարափի մեջ այդ հարցերն է շատ նեղացնող, ու այսօր քննարկում ենք ոնց անենք, որ այդ հարցերի մեջ զուտ չներգրավեք։ Դրանք անհեշտ պատասխաններ անի, դու գիտես։ Ճիշտ ասած, ես երբեմն նայում եմ ինտերնետում ինչ կարելի է պատասխանել, որ հումորով լինի կամ չնեղա, կամ նեղացնես, կամ ինչ-որ բան։ Այս վերջում մեկ կար տենց որ ասում էր կոմենտներում առաջարկում են, որ երբ ես ամուսնանալու հարցին հարցնել ի պատասխան, իսկ երբ ես դու բաժանվելու։ Շատ լավն է, կարագ օգտվեք, ինչի՞ չէ։ Տենց հետաքրքիր։ Հա, ի պատասխան ինչ-որ տենց բան, ինտրիգային հարց կարելի է տալ։ Մենք մի քանի տարբերակ ենք առանձնացրել, բայց այդտեղ մի հատ բան կուզեմ նշեմ, որ եթե դուք խուսափում եք կոնֆլիկտից կամ մտածում եք չնեղացնեմ դիմացինին, ոնց որ հավանականություն կա, որ կնեղացնեք ձեր պատասխանով, այստեղ արդեն հարց է գալիս, թե դու ինչն ես կարևորում, նեղացնել այդ մարդուն մի քիչ, որ քո սահմանները խախտելա, թե ոնց որ քեզ կարևոր ես։ Անին ասում շատ սիրուն են։ Ձմեր պապիկներով են։ Իմն էլ է սիրուն, իմն էլ կարամ ցույց տամ, նայեք։ Բանա, Գամեր Սիմփսոնն է, խոտերի մեջից է դուրս գալիս, երևում է, չգիտեմ, լավ նասկի է։ Այսօր մենք սիրուն նասկիներ ունենք եւ նավագոտնի դրամատրությամբ ենք։ Անցնենք մեր թեմային։ Այո։ Դե ինձ թվում է, եթե մարդը արդեն թույլ է տվել իրան խախտել քո սահմանը, դու էլ կարող ես թույլ տալ ճակերտավոր նեղացնել։ Այո։ Արդարությունը պահպանել։ Միանշանակ ես համաձայն եմ դրան, բայց համեստեղ մի հատ ոնց որ կարևոր ֆակտոր կա։ Ճիշտ է, մենք ունենք էպիզոդ այն մասին, որ թեթև տանելու թեմայի հետ կապված, որ այդ այդքան էլ ոնց որ սիրուն ու ճիշտ արտահայտություն չի, բայց ստեղ երևի մի քիչ տեղին է, որովհետև մարդիկ ինձ թվում է, այդ իմ կարծիքն է, ինձ թվում է կան մարդիկ, ովքեր կհամաձայնվեն իմ կարծիքի հետ, բայց ես մտածում եմ, որ այդ ավելի ինչ որ small talk վիճակ է, քան հենց պրям շատ տենց լուրջ հարց, թե երբ ես ամուսնանալու շատ մտահոգված ենք ես։ Հա, այսինքն ուղղակի չգիտեն ինչ հարցնել, ինչ խոսել։ Տեսել ենք քեզ մի տարի առաջ։ Փչացած պլաստիկայի նման ամեն։ Դե նույն չես ամուսնացել, ասում են Խիչ ես ամուսնանում։ Մի լավ, բա քեզ մի լավ ուզող չկա, բա գտնենք քեզ մի լավ ուզող։ Էնի մնգերոջ, տղեն։ Նոր է ավարտել կամ նոր է եկե ես իմ որդի։ Ինձ էլ է թվում, որ ավելի այդ մուդն է, քան այդ մարդը մտածել է, տեսնես խի։ Չանց տենց է կարա լինի։ Կարող է ձեր հարազատ տատիկը կամ պապիկը կամ ծնողները մտածեն, բայց դե հաստատ նոր տարուն չեն դարձ տար։ Հաստատ։ Կարող է տան, բայց հուսանք չէ։ Ու քանի որ մենք առանձնացրել ենք, թե ինչ կարելի է պատասխանել, օրինակ երբ ես հարցնում են, ինչի չես ամուսնանում, կամ չգիտեմ, երբ ես երեխա ունենում, կամ երկրորդը եւ այլն, Անին ձեզ կներկայացնի ինչ կարելի է ասել, շատ կոնստրուկտիվ հանգիստ տարբերակներ։
օրինակ ես այդ մասին այսօր չեմ ուզում խոսել, արի ինչ որ ուրիշ բան քննարկենք, կամ դա շատ անձնական հարց է, արի ինչ որ ուրիշ բանից խոսենք, կամ եթե ինչ որ նորություն լինի, ես քո հետ անպայման կկիսվեմ։ Այդպես կարող եք ժպտալով կամ թեթև ինչ որ տենց բան ջերմ տոնով ասել, որ դիմացինն էլ շատ այդ թեմայի վրա չկենտրոնանա, ստացվի փոխել թեման, այսպես ասած։ Ու կարաք ոնց որ տենց ասեք, ասեք մի հատ բլինչիկ։ Դաս կերել ես իշլիքի ուտեն։ Նա ինչ լավն է, ինչ տենց։ Այդ թեմաները անի թեմայի մեջ չէին։ Սալատը կարա լինի։ Չէ, նորմալ է։ Ինչ տենց մի բան կամ չգիտեմ, օրինակ Ինչ տենց ռանդոմ բաներ ուզեք սեղանից։ Կարծացել ես նորությունները կամ տենց էլ ձուն չեկավ։ Ինչ տենց թեման փոխում եք, մարդիկ սկսում են ուրիշ թեմայի մեջ մտնել։ Բա հիշում եք փոքր ժամանակ ու սոսաղ պատմեն իրենց մանկությունից։ Ինչքան լավ էր այն ժամանակ։ Դա միշտ ակտուալ է։ Միշտ այն ժամանակ ավելի լավ էր։ Կապ չունի որ ինչ ոսկի վատ էր, բայց ասենք մութեր ցուրտեր բան։ Իհարկե։ Գոհարիս խմելու վերաբերյալ ինչ կարող ենք ասել, երբ ասում են բախի չես խմում կամ չես խմում։ Կարելի է պատասխանել օրինակ ես ինձ առանց դրա եմ լավ զգում չուսած սովորական տարբերակ է ու կարանք ասենք ես ինձ ցանցել եմ հարմար զգում այսինքն ինչ որ չի արդարացնում արդարանալ պետք չի էլի ոնց ինչ որ վատ բան չեք անում որ չեք խմում որ նորմալ բան է կարող ասել ես դες չեմ խմում ուղղակի հաճախ եթե ուրիշ մարդիկ խմել են արդեն մի քիչ գինով ցած են իրանք հաճախ ասում են Խի, բայց խմի, դավայ այսօր խմի, այսօր բան։ Մի անգամ տարին մի անգամ։ Հա, մի անգամ խմի։ Հիմա ինչ։ Հա, կարեք ասեք ես մեքենայով եմ ու վախենում եմ, որ ինձ կկանգնացնեն։ Անգամ եթե մեքենայով չեք։ Տակրկի։ Նոր եմ վարորդական իրավունք անել, չեմ ուզում զրկվել։ Հա, ինչ որ դες բաներ կարեք ասեք, էլի շատ օգնող։ Կարեք հումորներ անեք այդ ժամանակ։ Կամ այսօր ես արդեն նենց եմ խմել, որ էլ չեմ կարա։ Ինչ որ դες, չգիտեմ։ Ուղղակի կամ կարող ավելի բան անեք նագնիտած ատմոսֆերո ասեք որ հակադեպրեսանտներ եք խմում հա դրանց չեք ուզում դա չի կարելի իրանց կարելի է կարակ ինչ որ վատ բաներ էլ ասեք օրինակ որ ասեք ես ինչ որ առողջական խնդիր ունեմ ինձ խմել չի կարելի ու տխուր նայեք իրանց լավ կլինի հա շատ ինչ որ Զավեշ տալի բաներ կարելի անել այդ հարցերի հետ։ Այո, կարելի է։ Չարաճճիություններ։ Why not? Չգիտեմ։ Բայց որ ասում ես բուսակերից, դա էլ ուրիշ հարցերն են սկսում, так что ավելի ուղղակի ասել, սիրելի բուսակերին, եթե ունեք չեք ուզում այդ հարցերը նորից լսել, ասել, այսօր չեմ ուզում ուտեմ, տենց։ Հա կամ ասել ուրիշի տանեն, քանեմ կերեդ բլինչիկից, որ էլ չեմ կարում։ Հա, ասեք տենց։ Չխորանաք։ Հա։ Խի, ոնց երբ։ Այո։ Կստացի բանի հետ կապված էլ, հա, ոնց որ նաև մեզ հաճախ ասում են, մի հատ կենաց ասա, մի հատ կենաց ասա։ Հա։ Ես դրան լավ պատասխան ունեմ։ Կարեք ասեք, ես ճիշտ ասած այսօր միկրոֆոնս չեմ բերել, ես մենակ միկրոֆոնով եմ կարում կենաց ասեմ։ Շատ լավ է։ Այդ կարելի է տենց օրինակ։ Կամ օրինակ ինչ, մի բան դու առաջարկի։ Բախի չեք գալիս մեր տուն, ինչ-որ տենց հարցերել են, չէ, հնչում, հազար բախի չեք զանգում, խի չեք գալիս, երբ որ օրինակ իրանք է չեն զանգե, չեն եկե, ինչ-որ տենց կովրային ասում է պատասխանատվությունը, տենց դու չես զանգել, չես գնաց, կամ նաև կա, որ ոնց որ դու իրանց տունն ես, նոր տարուն, ու հետո պիտի հելնեք իրար հետ գնաք ձեր տուն, տենց էլ են շատ անում, հիմա մի քիչ ես թվում է քչացել է այդ ամեն ինչը, որտեվ նաև շատերը ուրիշ երկրներ են գնում, բայց մեկը վստահ եմ, որ կլինի տենց։ Ես բայց սիրում եմ այդ նոր տարվա այդ թոհու բոհը։ Հա, հաճելի է։ Հավես է այդ պրազնիչնի տրամադրությունը, բայց կարևորը երևի չմոռանալ քո մասին այդ բանն էլ, ինչն է քեզ դուր գալիս։ Դուր գալիս, օքեյ։ Միանշանակ Մենք չենք ասում, որ սա վատ է, այս ամեն ինչ, ոնց որ վատի լավի մասին չի, այլ այն մասն է, որ եթե այդ հարցերը կան կամ ինչ-որ բաներ քեզ դուր չեն գալիս, ոնց դու դա սահմանափակես, որ քեզ ավելի լավ լինի, որտեղ մեր ոդկասթի իմաստը հենց այդ է, որ քեզ լավ լինի ու կոմֆորտ լինի, որ դու քեզ կանաս ուշադրություն դարձնես, կարևորես քո եսը, աշխատես նենց անես, որ եթե քեզ կողքից ինչ-որ բաներ նեղացնում ան, նենց անես, որ չնեղացնի, ոնց որ այդ ամեն ինչի մասին է։
Դե ինչ անցնենք նոր տարի նոր ես ասվածին, որ շատ շատերը հաճախ New Year New Me ասելով սկսում են իրենց նոր տարին ու այսօր փորձելու ենք նաև հասկանանք այդ արդյոք առհասարակ էֆեկտիվ է թե չէ ու այդ ոնց որ կարանք մենք դա ունենանք մեր կյանքում այդ նոր տարի նոր եսը թե չէ Քանի որ դրա տակ կարա լինի մեր լիքը ինչ-որ նպատակներ, ցանկություններ, ամանորից ինչ-որ նոր բաներ անել, շատ հաճախ գուցե շատերի մոտ լինում է, որ ցուցակներ գրենք, ինչ-որ նպատակները թղթի վրա անպայման նշենք հերթով, բայց տարվա ընթացքում չստացվի այդ ամեն ինչը իրականացնել, հասնել ինչ-որ նպատակների ու այդտեղից լինի ֆրուստրացիա, հիասթափություն, ինքդ քեզնից հիասթափություն, քեզ թվա որ ինչ-որ բան են չես արել ու դա ստացվի որ այդքան էլ օգուտ չտվեց, այլ ավելի շատ վնասեց։ Ու այդ հա կարա ամեն տարի կրկնվի, ամեն տարի դու New Year New Me ունենաս, ամեն տարի չհասնես քո նպատակներին, գուցե որոշներին հասնես, բայց մարդիկ հաճախ շատ մեծ ցուցակներ են գրում տարբեր, հա, ու նենց տարբերությամբ, որ իրանց հատուկ չի, օրինակ, եթե իրանք 200-300 քայլ են օր անում, որոշում են, որ պետք է նոր տարվանից 10,000 քայլ անել կամ օրինակ նոր տարվանից դառնալ բուսակեր, հաճախ ես այդ լսում եմ կամ ինչ-որ նոր տենց մեծ փոփոխություններ ծայրահեղ, այո ուստեղ կարևոր է ֆիքսել այն որ այդ ոնց որ մենք տեսնում ենք որ հա ինչ-որ նոր օր է, հա օքեյ, տարին փոխվում է, բայց քո մարմինը դա չգիտի որ տարին է փոխվում, պետք է ինչ-որ նոր ապրում է իր կյանքը, բայց ապրում եք վաղը որոշում ես, բայց այսօր բուսակեր եմ կամ բայց այսօր ասեմ չգիտեմ, չեմ խմում մեծ ստրեսի ես ենթարկում ու տարբեր ու լիքը ոնց որ հաճախ այդ մեծ փոփոխությունները ասենց իրար հետ է դառնում ու օրգանիզմը շատ բարդ է դրան ադապտացվում դրա համար չես կարող անես բնականաբար որովհետև չես կարա ու գնում է այդ ֆրուստրացիաները ինքնակնադատությունը հիասթափությունները ինքդ քեզնից ու այդ որ հաճախ անում ես ոնց որ այդքան էլ էֆեկտիվ բան չի ստացվում է որ փոքր քայլերի տարբերակը ավելի արդյունավետ եւ ավելի երևի խնամքին ուղղված կարա լինի այն իմաստով, որ ավելի իրատեսական կլինեն ձեր նպատակները, ավելի ձեր մասին կլինեն այն իմաստով, որ գոհարի ասած, եթե օրինակ մինչև այդ 300 քայլ եք քայլել օրվա ընթացքում, հաջորդ նպատակը լինի օրը 1000 քայլ քայլել, այսինքն ավելի մոտ նախորդ արվածին, այդ ծայրահեղ սև սպիտակ, այդ մոտեցումը չլինի, որ չվնասեք ձեզ ավելի, ոնց որ անդադ այդ փակ ինչ որ շրջանի մեջ ձեզ չգցեք, որ վայ, բա ինչ որ մեծ նպատակներ ունեի եւ վայ էլի չստացվեց, վայ ես ինչ վատն եմ ես, վայ ոչ մի բան մոտ չի ստացում, ու էլի գնա այդ բան մտքերը ինքդ քեզ բանը ինքնակնադատությունը մեծանա ու ինչ որ տեղ չհասնեք էլի ու հա կարևոր է ամեն դեպքում նաև ֆիքսել են որ կարողա դու ոնց որ մտքով ինչ որ պատրաստ ես, հա, նոր edge, այդ իլյուզիան վերցնելու, որ նոր տարի, նոր edge, նոր փոփոխություններ կլինեն, բայց քո մարմինը ու քո պսիխիկան կարող է բացարձակ պատրաստ չի քո կյանքի այդ փուլում ինչ որ փոփոխությունների, քանի որ ամեն դեպքում փոփոխությունը ինքը դժվար է կող բան է ու սովորություն ձևավորել է ինչ որ բաների հետ կապված բարդ բաներ են դրանք ու դու չես կարող մի անգամից վերցնես առանց պատրաստ լինելու ինչա թե նոր տարի է փոփոխվես ոնց որ ու պլյուս այդ ամեն ինչին կարող է այդ փոփոխություններ լինի տարվա ընթացքում չի ամառը հունիսի 7-ին օրինակ հա որտեվ չմոռանանք որ հունիսի 7-ին հունիսի 10-ին քույրիկից ծնունդ համարյա ճիշտ էի այո ու չմոռանանք որ նաև ինչ որ մարքեթինգային պահ կա այդ նոր տարին ինչ որ տոներ մարտի 8 եւ այլն որը քեզ ոնց որ ինչ որ վերջնաժամկետի առաջ կանգնեցնի որ կարծես թե եթե դու նոր տարուց ինչ որ նոր փոփոխություն չանես քո կյանքում ուրեմն դու չգիտեմ не до человек կամ ինչ որ մի բան չի քո հետ եթե ինչ որ նոր նպատակներ չունես նոր տար բայց չէ կարաս գոնե թե շարունակես այն ամենը ինչ որ արել ես այսպես ասած նախորդ տարում որպեսզի հասնես ինչ որ հաջողության նպատակի եւ ոչ թե անդադ այդ վազքի մեջ լինես որտեվ այդքան էլ ինքնախնամքի մասին չի դա էլի դրա հետ նաեւ գալիս է ինչ որ sense իդեա
հաճախ երևի բացազնեցիլնի կլինի այդ, հա, ոնց որ մենք այդքան չենք գիտակցի, բայց որ քո հին եսը շատ վատն էր, փոփոխությունների կարիք ուներ, լիքը տարբեր սֆերաներում փոփոխությունների կարիք ուներ, ինչը ոնց որ այդքան էլ էֆեկտիվ մոտեցում չի, եթե ուզում ենք փոխենք ինչ-որ բան, իհարկե շատ հավես է փոխել դեպի ավելի լավ, ավելի առողջը եւ այլն, բայց ամեն դեպքում ոնց այն է ասում, իհարկե շատ կարեւոր է ունենալ այդ կոնստրուկտիվ ցուցակը թեկուս, հա, ասենք այդ 300-ից 1000 քայլ անցումը, ոչ թե 300-ից 10000-ը։ Ու ինչի՞ չէ, նաեւ իհարկե կարելի է տարվա ընթացքում դա շատացնել, այդ ամեն ինչը մեզ հեռու է պահում մեր սամակրիտիկայից, որովհետև ոնց որ ինքնակնդատությունը շատ ուժեղ հաճախ լինում է, ու երբ որ դու փոքր նպատակ ես դնում, հասնում ես, հետո նպատակը փոխում ես մի քիչ ավելի մեծի, համ քո մոտիվացիան է ավելի շատանում, համ դու ավելի ուրախ ես այդ process-ից, քան եթե միանգամից մեծ նպատակն ես դնում, հաճախ չես հասնում, որովհետև դա շատ բարդ է ու երևի պատրաստ չես նաև, ֆրուստրացիան, հիասթափություն ու այդ ամեն ինչ այնքան ուժեղ է լինում, որ ոնց որ այդքան էլ լավ չի լինում։ Հա, ու քո ներքին քննադատի ձայնը բավականին սկսում է բարձր հնչել։ Անիմաստ տեղը։ Հա, էլի։ Ինչա՞ թե նոր տարի է։ Հա, նոր տարի է, դու ինչ-որ նպատակներ չես դրել մեծ, չգիտեմ, թռնել լուսին։ Խի օրինակ, դու չես ուզում թռնել լուսին, այդքան մարդ ուզում է կամ ինչ-որ։ Էլի, նենց բաներ, որ դու կարծես թե չէիր ուզում, բայց ինչ որ շուրջը շատ է այդ աղմուկը, կարող է все-таки ես մի բան են չեմ անում, պետք է անել, ուզել, վազել, հասնել, ինչ որ տենց։ Այդ տեմպը կարա բանանի շփոթեցնի մեզ ու այդ կասկածները մտցնի մեր գլուխ երևի այն իմաստով, որ կարող է все-таки մի բան ճիշտ չեմ անում, մի բան փոխեմ։ Հա, հա։ Երևի համել մի բան կարանք այստեղ ավելացնենք, ինչ որ փոքրիկ բաների մեջ փոփոխություններ այդ New Year New Me կոնցեպտում կարա լինի, ինձ թվում է, օրինակ ես նոր որոշել եմ, ասենք չգիտեմ, փող եմ հավաքել ու որոշել եմ Abu Dhabi-ից անեմ իմ գարդերոբը նոր ստիլ ունենամ, ու չէ, ինչ որ տես մեծ քանակի նոր շորեր ես առնում ու ինչ որ տենց բաների երևի հա օքեյ է։ Եթե տրամադրություն է տալիս, պատրաստ ես եւ այլն, կոմֆորտ զոնա է այստեղ։ Հա, նվերներ ես ստաց, փողս լիքը նվեր ստացել, որոշել ես, տանես ուրախ ես, լավ ասա։ Բայց ինձ շուտ գլոբալ քո ներքին process-ների փոփոխությունները, այսինքն մենք ավելի այդ պսիխոլոգիչի մասն ենք քննարկում, կամ նոր ստրիժկա ես ուզում, իհարկե, ինչի՞ չէ։ New Year New Me, եթե տենց ենք հասկանում։ Ինչ ես ուզում անես։ Ինչ կար է, կամ ինչ ալիքներ, կամ ինչ, բայց չեմ անում։ Իսկ ինչի նոր տարի է անկարած փորձես։ Ես այս վերջին մի ամիսը այդ միտքը իմ գլխում որ նոր տարուց առաջ կարա գնալ եւ կտրել իմ մասեր։ AI-ով մի հատ կարաս փորձես տնաս ասում թե չէ ու որոշես հա թե չէ։ Կարելի է այլ միտքեր։ Իմը տեսեք, հա սարական, պրոստը ցանրված 20։ Հա, սովորական է, կարելի է։ Բայց արդեն էլ գիտեմ, որ շատ մեծ նպատակներ բանի պետք չեն հաստատ։ Ոտս խփել եմ բազմակի այդ կարերին։ Բայց նաև հա ոնց որ կարելի է դնել այդ նպատակները, բայց ոնց որ դանդաղ գնալ դրան, ոչ թե ստիպել քեզ։ Կարծեմ հոգեբանության մեջ կար այդ մեթոդը, որ օրինակ գրում ես քո կյանքի տարբեր ոլորտներ, օրինակ չգիտեմ, հարաբերություններ, առողջություն, այլ ինչ աշխատանք, սնունդ, ինչ որ տենց ոլորտներ, արտաքին տեսք, հագուստ եւ այլն, ու օրինակ նշում ես թե որում ինչ կուզեիր թարմացնել, փոփոխել, ավելի լավացնել ու ոնց որ դա երևի, բայց դա ոչ թե որ անպայման նոր տարուց, այլ ուղղակի մոտակա ապագայում, մոտակա տարիներին։ Դե մենք չանենք որ նոր տարին է մոտակա։ Հա, էլի, հա, հիմա նոր տարին մեղավոր չի։ Եվ մենք էլի մեղավոր չենք։ Կարծեմ դա ոնց որ ավելի արդյունավետ է նպատակներ դնելու իմաստով, որ դու ընտրում ես ոլորտները, որոնք ուզում ես քո կյանքում ավելի լավացնել, նշում ես ինչ որ կետեր, ենթակետեր, օրինակ չգիտեմ, ատամներս եմ ուզում սարքել, կամ նույն գարդերոբս եմ ուզում թարմացնեմ, սանրվածքս, հարաբերություններ ինչ որ հաճախ ենք վիճում, կարելի է ինչ որ մի բան անել դրա հետ, կամ ուզում ենք գնալ հանգստի, կարելի է գումար հավաքել, ֆինանսական մաս, այսինքն ոչ թե ինչ որ տենց 300-ից 10000 քայլ եմ ուզում, դրա բան անեմ, փոխեմ անգամից, այլ ինչ որ ոլորտներ, որոնք ուզում են լավացնել։ Կստացի այդ փոփոխությունների հետ կապված ես կուզեմ կիսեմ իմ անձնական փորձից մի բան, որ
թե ոնց կարաս ֆրուստրացվես, ես վերջին շրջանում չգիտեմ ինչի իմ հեռախոսի մեջի նոթսերն էի մտել, ու սենց իջել էի, լավ իջել էի, ու դե քանի որ հիմա ոնց որ իմ հեռախոսը ոնց որ Apple-ա ու դե փոխանցվում է այդ ինֆոն, չգիտեմ մյուսները փոխանցվում է թե չէ, դրա համար եմ նշում Apple։ Այս ինչ է։ Մի խոսքով, հա, դրա համար եմ նշում Apple-ը, ու в общем, նոթսերս էի նայում ու 2015 թվականից 16 թվականից կարծեմ կար նոթսեր պահպանված ամեն տարվա նոր տարուց առաջ New Year նպատակներ լիքը ու մեջը լիքը տարբեր նպատակներ հիմնական մասը երբևէ չի իրականացել ու տես տեսա որ ես ամեն տարի համարը թարմացնում եմ նույն բաներն եմ գրում նույն ցուցակը նույն բանով ու շատ ֆրուստրատիվ էր իհարկե տենց մի արեք փուճուրիկ նպատակներ դրեք որտեվ ոնց որ իմ ուղեղն էլ է տենց աշխատում որ 300-ից 10,000 քայլ է օքեյ է ինչի՞ չէ բայց չէ տենց չեն անում որտեվ հետո կարող է ինպես նոթսերը բացեք տենակ այս բանի պես իրում տենց շատ ինչ բան ահա որը ուղղակի որ նայում ես խոսքի ինչ է մտածում անի ջան այդ բանին գիշերային մոտիվացիա է գիշերը նստե գրել ես շատ ուրախ ես բան հա հեսա կյանքս փոխել հա всё ես արդեն նոր եմ միլիոններ եմ աշխատելու ինչ հա ասենք չէ ինձ ծիտե մլնելու ինչ սաղորը կաբուկներով ինչ որ բան տենց ես քանի հատ կաբլուկ առա ես այդպես մի օր մտա 5 զույգ կոշիկ կաբլուկով ոչ մեկը չեմ այ տեսնում եք տենց կարող է լինել խաբուսիկ հետ մոտիվատ հա մի հավատացեք դες բաներին որ մոտիվացիա գալի հա մոտիվացիա գալի տենց շատ մի վստահեք պրոստը մի չայ խմեք հա կթողի նոր փետևեք այդ մոտիվացիային թեթև տարեք մոտիվացիա այնպես որ սովորեք սիրել ձեզ, ընդունել ձեզ, կոնստրուկտիվ նպատակների ցուցակներ ունենալ, որպեսզի ինքներդ ձեզ չնեղացնեք փոփոխությունների ճանապարհին։ Ու մի հատ լավ բան, որ պետքա կարդամ։ Փոփոխությունների ձգտումը, որը իրանից չի ենթադրում իրականության հաշվի առնելը, ոչ թե աճ է, այլ ներքին կոնֆլիկտ է։ Շատ լավն է, շատ լավն է։ Հիմա քննարկենք փոփոխությունները նոր հայացքով, նոր տեսակետից մոտեցումը, թե ինչպես կարելի է անել, որպեսզի մաքսիմալ ձեզ ուղղված լինի դա, ձեր ներքին եսի հետ համահունչ լինի ու գոհարի ասած այդ ներքին կոնֆլիկտը չառաջացնի։ Օրինակ կարանք սենց հարց տանք մեզ, թե ինչ կարամ ես դադարեմ անեմ ինքս իմ հանդեպ, որ չվնասեմ ինձ, հա, գուցե ինչ-որ մի բան եք անում, որ դուք ձեզ վնասում եք դրանով։ Ու դադարեք, փորձեք դադարել այդ անել, հա, ոնց որ նոր տարի նոր եսի մոդելում այդ լինի ավելի շատ, քան ինչ ուրիշ բաներ։ Հա, նույն օրինակ այդ մեծ ցուցակները, որոնք ձեզ ավելի շատ վնասում են, քան օգնում, սկսել դրանք փոփոխել այլ կերպ կազմել, ինչպես արդեն ասեցինք։ Կամ օրինակ ինքներդ ձեզ հարցնեք, ինչի եմ հանուն ինքս ինձ ես պատրաստ անել, փոփոխել, թե նոր տարուց, թե առհասարակ։ Այդ կետից սկսած, երբանից որ ուզում եք փոփոխություններ անել։ Ամեն դեպքում ինքդ քո հանդեպ այդ նուրբ ու հանգիստ մոտեցումը շատ ավելի էֆեկտիվ ու կոնստրուկտիվ է, քան քննադատության տեսակետից նայելով, հա, որ պետք է սենց անես, այդ պետքաները իրենք ու տենց այդքան էլ լավ բաներ չեն ու մեր տարբերակները ավելի ինքնընդունման մասին է ու հաստատ մոտիվացիան ավելի երկար կմնա, քան քննադատության ժամանակ։ Այո, միանշանակ շատ համաձայն եմ, այդ օրինակ իմ փորձով կիսվեմ վերջին մի քանի ամիսը իմ ներքին քննադատը շատ բարձր էր խոսում, որ չեմ կարող ամեն ինչ հասցնեմ եւ այլն ուշանում եմ, ոչ մի բան ժամկետի մեջ չեմ անում, հետո ինչ որ մի պահ որոշեցի այդ ինչ-որ քննարկել, խոսել, որ օքեյ, դու լսված ես, բայց հիմա թող ոնց որ ես ինքս ու տենց ինչ-որ փորձեցի փոքրիկ քայլերով ինքս ինձ համար ինչ-որ կոմֆորտ բաներ ստեղծելով, որվա մեջ ինչ-որ բաներ անել, փոքր, միշտ չի որ ստացվում է, բայց զգում եմ, որ արդեն ավելի հանգիստ եմ հաջորդ օրը վերադառնում այն ամենին, ինչը որ օրինակ նախորդ օրը կիսատ է մնացել, այսինքն ոչ թե մոտենում եմ այդ ծայրահեղական, որ կամ մի օրում
ամեն ինչը պետք է անեմ հասցնեմ կամ ես չգիտեմ 0 եմ պլինտուսից ցածր ինչ-որ մարդ ոչնչի արժանի ինչ-որ տենց սպիտակ մտածողությունը ավելի ոնց որ թեթևացել է որովհետև այդ փոքր քայլերը իրոք սկսել են օգնել չեմ ասում հեշտատրվում դժվար է տրվում հատկապես եթե խորն է այդ ներքին քննադատի ձայնը այդ բան ծերահեղ մտածելու ձևը բայց որ զգտում ես փորձում ես ինչ որ բաներ օգնում է բայց շատ ապրես որ ստացվում է իր այդ աշխատել ու իրան կոնտրոլի տակ պահել երևի սենց ասեմ որ ինքը շատ սահմաններ իրը չանցնի ու այդ կարամ ես ցույց տամ որ քո հանդեպ այդ կրիտիկան կարող այնքան ուժեղ լինի որ դու ոնց որ մի քիչ իրականությունը աղճատես որովհետև եթե շատ հեշտ ձև կա այդ հասկանալու կողքի մարդկանց հարցնելը վստահելի մարդկանց, հա, ասենք, չգիտեմ, կարող ինչ-որ մեկի մաման շատ սփորթիվ է ու լյուբոյ բան հարցնես ինքը սփորթ կանի, ասի սաղ լավ է, իդեալական է, բայց ավելի վստահելի մարդկանց, որ հարցնում ես, օրինակ, ըստ քեզ, ես օրինակ շատ եմ աշխատում, ոնց որ մարդը ըստ իրա, կարա ասի, որ ոնց որ նորմալ, ոնց ուրիշ մարդիկ, ուտեղ դու ավելի լավ կարաս հասկանաս, ոնց ես դու вообще աշխատում, լավ, շատ քիչ թե հասցնում ես, թե չես հասցնում, ու պլյուս այդ ամեն ինչին մենք կարանք մեզ նայենք ուրիշի աչքերով, то есть սիտուացիան պատկերացնես, որ այդ սա ոչ թե դու ես անում, այլ ուրիշ մարդ ու դու ոնց ռեակցիա կտայր այդ ամեն ինչին, հետո լավ մեզ հաճախ օգնում ավելի լավ հասկանալ, ոնց որ այդ вообще ոնց է, ասենք, եթե ինքերդ տենց աներ, ինչ, հա, դու ինչ վերաբերվում ցուցաբերի, հա, այդ արտահայտությունն կա, չէ՞ որ քո հանդեպ եղիր նենց ոնց քո մտերիմ ընկերուհու, ընկերոջ հանդեպ կլինեիր, ոնց որ դու եղիր քո ամենամտերիմ ընկերը այդ բանի իմաստով, էլի, նուրբ եւ սիրով մոտենալու իմաստով, որտեղ մենք շատ սովորենք ուրիշ մարդկանց հանդեպ ավելի տենց մեր մոտ մարդկանց հանդեպ ավելի լավ լինենք, քան ինքներս մեր ու շատ լավ կլինի որ կարողանանք մեր հանդեպ էլ ավելի լավ լինենք ու տեսնենք այն ինչ որ մենք անում ենք, այն ինչ որ մեր մոտ ստացվում է, ընդունենք այն ինչ որ չի ստացվում, ընդունենք այն որ ինչ որ բաներ չենք հասցնում, այդ բնականն է, նորմալ է, ոնց որ կյանքն է, տենց հա, ինքնադարժանությունը դադարեք դա ինքնախարազանումը անունը սպառել հրաշալի ինքնախարազանում գրական բաներ բառաները մոռացված փոշոտ բառեր խոսքով այո սիրեք ձեզ եթե չեք սիրում սկսեք սիրել բերեմ խմիչքները շնորհավոր ենք ձեր ամանորը մի րոպե լավն են ինչ ենք ասում ենք որ այս հրաշալի բաժակներով եւ շատ մեծ սրտով շնորհավորում ենք ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթում ենք ես իմ կողմից ասեմ անին իր կողմից մենք նախապես չենք պատրաստվել ես մի քիչ պատրաստվել ես ուզում եմ մաղթեմ ձեզ լավ տարի լիքը լավ հիշողություններով ու մաքսիմալ դրական եւ հաճելի էմոցիաներով լցված ու թող վատ բաները քիչ լինեն չեն կարա չլինեն թող քիչ լինեն ես կասեմ որ ամանորից կարող եք սկսել եւ փորձել հոգեզ թերապիան որովհետեւ դա միանշանակ կօգնի ձեզ սկսել սիրել ձեզ ավելի լավ վերաբերվել ձեզ ինքնախնամքի տոկոսը բարձրացնել եւ ավելի երջանիկ փորձել լինել կյանքում, քանի որ երջանիկ լինել ինձ թվում է ամենակարևորն է ցանկացած մարդու կյանքում։ Եվ առողջ։ Այո, դե առողջությունն էլ պլյուս։ Դե ձեր կենացը, մերսի որ նայում եք մեզ, հետևում եք։ Share արեք, թող ավելի շատ մարդ տեսնի այս որակով կոնտենտը։ Всё, լավ, գնացինք մենք այն մանդարին ուտենք։ Together with a